Դե բարի լույս հեռավոր ափերում եւ բարի երեկո, բարի լույս առավոտի լույսը արեգակն արդար, մայիսի 2, 2025 թվական, կարևոր ամփոփում միասին ենք անում սա, մենք բլոգերական չենք թելադրում, դրա համար միշտ հրավիրում եմ բոլորիդ, եթե կարծիք ունեք գրեք, եթե հարցադրում ունեք գրեք կոմենտում, եթե գտնում եք, որ փակ հարց ունեք տալու, եւ էլ հասցեն կադրած, եւ կարող եք մեսենջերով գրել, մենք կդրականապես ընդհանրապես օպերատիվ, տակտիկալ եւ տեխնիկական հարցեր չենք քննարկում։ Դա նշանակում է աշխատում ենք բանակային օրենքով։ ԻՊՀ-ն այդ տեսակ է աշխատում։ Երկրորդը, երբ որ քննարկում ենք որևէ հարց կամ որևէ հարցի շուրջ կա քննարկում, չկա տեղ զգացմունքային եւ էմոցիաների։ Սա երկու։ Երրորդը աշխատում ենք, այսի պատետավոր եմ հասկանաք, զուտ ինստիտուցիոնալ հասկացողությամբ, որը ռազմական եւ հայրենասիրական է։ Մենք այդ ֆորմուլայով ենք աշխատում։ Դրա համար Դոն Պիպոն կկալանավորվի եւ Սերժ Սարգսյանի Անգլիայի տանը, թե որտեղի տանը, թե ով որտեղ է պահել մեր Սարյանները եւ այլը, կխոստովանի, բայց ոչ ցավոք Հայաստանի Հանրապետության դատաիրավական եւ այսպես ասած իրավապահ մարմինների կողմից իրական է։ Դա վաղուց այլևս չեղնելիք բան է, օտարափերի մասին է։ Օրինակներից մեկն եմ ասում։ Օրինակ Գարեգին Բեն եւ իր հովնանատեսակները, FND-ները, բազում մարդկության դեմ հանցագործության հետ կապված ուղակի ներդրում ունեն եւ պետականության մեր այսպես հաշվանդամ դարձնելու հաշվանդամություն եւ մարտի 1-ի թողնստի տեղը։ Ես մի բանը չեմ հասկանում, սա էլ մեջբերում անեմ եւ կիսվեմ ձեզ հետ 3 կետերը այսօրվա մեր օրակարգի։ ԻՊՀ, ի պաշտպանություն Հայաստանի, Զորավար Անդրանիկի ազգիս գվարդիան, ուշադիր լսի։ Ուրեմն մեջբերումներից մեկը նա է, որ եթե իրոք դու ունես հայկական հետախուզություն եւ ազգային անվտանգության ծառայություն, որ հայկականացված է, չեմ կարծում։ Եթե հայկականացված է, ուրեմն Ռոբերտ Քոչարյանի բաց հայտարարությանը հետևողական պետք է լինես։ Նրա արած պետական դավաճանությունը 1.5 նախադասությամբ տալիս է Բաքվին նոր դատական ընթացք դատ եւ միջազգային դատարանում նոր գործ հարուցելու։ Կամ էլ 44 օրյայի հետ կապված նորաձև հայցին նոր այսպես այլակերպել եւ փոխելու հնարավորություն է տալիս Բաքվին Ռոբերտ Սետրակի Քոչարյան մեջբերում պատերազմը մենք ենք հրահարել հայկական կողմն է սկսել պատերազմը մեջբերման ավարտ արա այ անասուն ես մի բանի վրա եմ զարմանում որ միջև հիմա հայի վրա եմ զարմանում ասում եմ ազգ պետություն, ինչ իրավունք ունի շնչի նմանը հայրենիքում։ Ուր մնաց պարոն վարչապետ պետական փոխադրամիջոցները, մեքենաները, որ գնաս ու գնես իր տղայի բիզնեսից։ Դե մենք բոլորս կաղամբի կոթենք, դուք եք դիվանագետ բոլորդ։ Աստված օրհնի ազգս հայոց պետականությունս, պիտի խնդրեմ մնացեք մեզ հետ, 3 կետերն են օրակարգի եւ շատ կարեւոր հիմնավորված եւ փաստերով եմ ասելու ինչ որ պիտի ասեմ կապված 3 կետերի հետ այսօրվա մեր ազգային գվարդիայի օրակարգի եւ դա եկեղեցին մեր պահանջագիրը արդարադատության կոմիտեն Ամերիկամացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատ եւ սենատի, հա Եվ երրորդը տեղեկատվական պրոպագանդա եւ հոգեբանական կռիվը տեղեկատվական հարթակի վրա մեջբերման համեմատությունը այսօրվա Հնդկաստանի մեր եղբայր երկրի եւ Պակիստան terroristի դեմ պատերազմն է տեղեկատվական պատերազմը որ մղում են նույնաձև քո գլխին սիրելի հայրենակից մնացեք մեզ հետ հրավիրեք բոլոր ճշի բժի տատի պապին տատային բոլորին հրավիրեք նստեք ամփոփելու ենք լուրջ ազգային հարցեր
Այս 3 կետերի հետ կապված մոտ 15 սեկունդից։ Իդեպ մեկ մեջբերում պիտի անեմ հարգելի եւ շատ առումներով 1-2 բաց թողումներ էլ արած, բայց 1-2 տողեր, որ հնչել են մի անձնավորությունից, որին եւ իր եղբորը ամեն ինչի մեջ օգտագործելուց հետո լքել եւ անտեր են թողել կենտրոնական գոմիդեն հայ հեղափոխական դաշնակցության։ Հիմա անձի հասցեավորում եւ անուն ազգանունով էստեղ մեկնաբանել ավելնորդ համարեցի մի պահ, դրա համար թողնելու եմ։ Սիրելի հայրենակից, ինֆորմացիոն տեղեկատվական պատերազմը մեծ ու լուրջ զենք է։ Տեղեկատվական պատերազմն է, որ հրետանու դիրքեր լքել տվեց, հրետանին եւ արկերը արկղներով դրված չկրակված, թուրքը քայլելով մտա։ Տեղեկատվական միջոցներով արեց։ Հիմա Բաքվին Հիմա երրորդից եմ սկսում, առաջ եմ գալու, բայց այս տեղեկատվականը շատ կարևոր է։ Օրինակ, կուլակաթափ։ Հանկարծ եւ հանկարծ երկրորդ տեսակն է մուտք գործում շուկա։ Իրանց համար ամեն ինչն է շուկա։ Կուլակաթափ չես կարողանալու անես Հայաստանում, ասում եմ։ Բայց մեջտեղ են ընկնում վճարված վլվլիկներ, արդեն բացահայտվում եք, որ դուք ուզում եք շեղեք իրական կուլակաթափը, որ չհասնի ժողովրդի գանգաթը եւ պահանջը, այրան դիմաց փոխհատուցում, մարտի 1-ի արուն ծծող Քոչարյանների եւ ամբողջ այդ օլիգարխ կլանը ում անուն ես ցուցակի վրա է։ Դու եթե նրան չկախես, դու ոչ երկիր ես, ոչ մարդ ես, հայ։ Դու պիտի դատես, չեմ ասում տանես խոշտանգես մարդկանց, չէ, բռնություն չէ, պտի դատես, վերջի խոսք, վերջի սիգարետ, տաբուրետկեն պտի տաշես, կախվի աշտարակի սուջուխի նման, որ դու ու քո գրկիտ երեխան վաղը որ կաթաուտում, հայում մարդ դառնաս։ Սա մեկ։ Ինձ պարապ բաներ մի խոսացեք էլ։ Ինձ դժվարանում եմ արդեն, գիտեք, այնքան ցավալի է, շատ դեպքերում այնքան եք պղծել այդ սրբությունը եւ այդ տեսարանը, որին ասում են սևազգեստ մայր զինվորի։ Արա մի քանիսդ այդ գծի մեջ էլ ոչ կակ էլի մի քանիսդ դրա դիմաց խոսացող։ Այտենց բան են անում։ Դու որդի ես կորցրել հայրենիք պահպանելու համար։ Քո մեծությունը չես իջացնում այդ ցեխերի մեջ։ Կրկնում եմ 1 կամ 2-ըդ, ոչ ավելիդ։ Ամոթ ձեզ։ Սիրելի հայրենակից, եկեղեցին ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի Զորավար Անդրանիկի ազգային գվարդիան ներկայացնում է հետևյալը հիմնավորված եւ փաստերով, այլևս այսուհետև բացառվում է որևէ կախված, չպատասխանված, պատասխան չստացած հարցադրում կամ որևէ կասկած ու հարցական բացառվում է, որ Ռոբերտ Սետրակի Քոչարյանը, օլիգարխը, մարդասպան ու հայասպան, հարստությունը լափած բանակը ծախած եւ լափածները եւ ամբողջ այդ օլիգարխը
անկասկած Կրեմլու ագենտուրա առնետներն են, վերջակետ։ Երկրորդ անհերքելի կետը, որ Գարեգին Էֆենդի խելար Գրիգորի որդին, չկաթողիկոսը, հստակ և 100,000% ոչ մի բանով չի տարբերվում օպերատիվ ագենտ երկու կրկնակի ագենտուրա, որ ունենք պետության մեջ էլ այսօր 1-2, խորհրդարանական շարքերում, ազգային անվտանգության հանձնաժողովում, պատիվ ունեմ չունեմներ, Կրեմլու ՖՍԲ-ի աշխատակից և գործակալներ, նրանց շարքերում անկասկած ոչ մի բանով չտարբերվելով Գարեգին և Հովնան Էֆենդիներ։ Մենք սա ասում ենք հիմնավորված և փաստացի։ Մի քիչ ծանր ամպուլ է, էլի թող կամատի կուլ թոթան թող նստի տեղը։ Սիրելի հայրենակից, մեր պահանջագիրը petition-ը պահանջագիր չի միայն, լսումներ ապահովող քո արդար դատի, որ կունենաս կուլակաթափ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատ, այդտեղ Հայաստանում մեր փաստաբան սիրելի քույրիկը կեղնի կենդանիների իրավունք պահպանող, թե ղարաբաղցիները ղարաբաղցիների նախկին շենքի դեմը հավաքվող, սիրելիս այդտեղ չի լինի սուտը, չկա տենց բան այդտեղ, պիտի հրաման գա միջազգային, կալանավորվեն ու կկալանավորվեն միջազգային հրամաններով։ Հիմա ես մարտահրավեր եմ նետում, տես Հովնան Էֆենդի, գնա Կիպրոս, անանք բդդելու, քնա։ Բա դուք պետական լրատվականներով և տեղեկատվական այդ պլատֆորմերով ձեր, հա, հմեք հանրային հեռուստակայան, զարգնաս դու Պետրուշկա, լավ, ինչու եք դաշնակ գանձապահին ներկայացնում, որ իմ երկրի գյուղացուստուն պապենական տները ձերքից առնելու պատճառ են եղել անգրագետ հասարակությանը գյուղացի, ծախելով գիշատիչ վարքային և պարտկերի կոնտրակտներ, Արչիբանկ, ոսկյա արևմուտք կոչվող Golden West բանկի հետ աշխատելով Վիգեն Հովսեփյան / Սարգսյան։ Փոխտնօրեն է այդ բանկի, որ Հայաստանում պարտկերաբաժան է Քոչարյանի հետ։ Հմեկում հայտնվում է այս ապուշը։ Եվ ներկայացնում եք որպես հասարակական գործիչ։ Հիմա Վարդանիկը, ՔԲ-ն թե դաշնակը թե մյուսը, բայց շիլափլափը ոնց հասկանա իդա հայ ժողովուրդը, որին անգրագետ պահելը ձեռնտու է ձեզ։ Այ պոզավորներ։ Մեջբերում։ Այո, պետական հովանավորությունը վայլող Փաշմիրան, Փալկիշը կներեք, իմ սիրած լրագրողուհիներից մեկն, կներեք, լրագրողուհիներից մեկն է հնդիկ։ Մեջբերում։ Տեղեկատվական ոլորտը խիստ հսկողության տակ պահպանել այս կոնֆլիկտի ընթացքում։ Հնդկաստան մեր եղբայրները և Պակիստան տերորիստը։ Սա ներառում է լրատվամիջոցները, ժուրնալիզմը, սոցիալ ցանցերը, սոցիալական Facebook, TikTok-ները և անհատ օգտագործողներին մեր հատուկ խնդրանքը, օրենքը խիստ կվերաբերվի ձեզ հետ, եթե դուք նկարեք կամ հայտարարեք որևէ ապատեղեկատվություն կապված այս պատերազմի հետ, բայց հնչի եք նկարվեմ դիրքերից։ Քո լրագրողներդ Թուրքի կողմը, Թուրքից փող առնող հրապարակ ժողովուրդ, չգիտեմ ով են սրանք, 168-ն էլ կարծեմ, 5-րդ տալիք, այս բոլորը Բաքվի ֆինանսավորվող ագենտուրա է Հայաստանում, գրի, դրանցից մեկն ու մեկը ձեզ հատ, օրինակ տես Միրիա Հաբը Քոչարյանի,
Փաշինյանի աջակիցները նոր շարժում են ձևավորել, Վարդանանք անունով ասում է, Անդրանիկ Դովլաթյան անունս տալիս է։ Այ ապուշներ, դուք չհասկացաք, որ ԻՊՀ-ն այդ ժամանակ չուներ այդ փողը, այդ գումա, այդ միջոցները, որ ռեկլամ լիներ, ես հակառակորդ ու թուրք Միրիահաբ, բայց ասեմ, շնորհակալ եմ ձրի ռեկլամի եւ գովազդի համար։ Այդ տենց կուտը կուտեք, դուք ձեր գլխին կսարքեք, Դոն Պիպոյի հետ թրիկ ու ցեխի մեջ բուքսավատ կանեք, առաջ չեք գնա։ Ռոբերտ Սետրակի Քոչարյանին կալանավորել անհապաղ դոմեստիկ ահաբեկչություն եւ հակապետական գործունեության համար ազգային անվտանգության ծառայություն գոյություն ունես։ Դե պարոն Խաչատրյան Արմեն անվտանգության հանձնաժողովի անդամ ես, նախկին ոստիկան, գործից հասկացող եղբայր, դու ուր ես քաջալերում եւ գովերքում Ղարաբաղցի գնդապետը Ղարաբաղի ԱԱՑ-ի KGB-ի, որ գամտնի Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ը որպես գնդապետ։ Դու երաշխիք ես դրան, որտեվ դու էլ ես տեղացի ախպեր։ Ինձ բացատրեք այս պահին տարբերությունը, Հայաստան դաշինք պատիվ ունեմ, դաշնակ, քաղաքացիական պայմանագիր եւ Վարդանիկը, բոլշևիկ, հոկտեմբերիկ։ Ընկեր Մարգոն էլ հետը տիգին Մարգոն։ Բացատրեք տարբերություն։ Եթե տարբերություն տեսնում եք, ուրեմն իրոք պիտի գաք մանկապարտեզ երեխեք։ Պիտի գաք կիսելը եւ կորժիկը եւ խտացրած կատիկը բուխանկայով էսպես, պիտի նստենք դասավանդենք ձեզ զերոյից։ Սա գայլուկ է, սա նապաստակ, սա թիթեռնիկ, սա էլ տատիկըտ։ Նոր այդտեղից պետք է սկսենք ուրեմն։ Այս աստիճանի դեբիլացնել մի ամբողջ ժողովուրդ ու ազգ ոչ մի երկրում չկար։ Միայն Հայաստանում է։ Բանակային գծին աղաչել պաղատելով, պատերազմի մեջ ես, բանակի հետևից ընկնես ու չկարողանաս բանակին բռնես։ Չկա։ Սպիրկի հանձնակատար։ Զարե ջան, մենք ուզում ենք իմանանք ներգաղթը ընչի։ Չի օժանդակվում պետական եւ պետականության մակարդակով։ Մենք ուզում ենք իմանանք Վրաստանի հայ համայնքին ինչու չկա մինչ այս օրս պետականության մակարդակով անդրադարձ մի անգամ։ Ախպեր խաղող, պանիր, ձմերուկ, ռեհան դնեիք մի հատ նկարվեիք մի 150 հոգով։ Փող չունեք, հավաքեմ բերեմ։ Սիրելի հայրենակից բանակի անունից, հայրենիքի փրկության անունից, նայեք, մենք մեր գործերի համար հանկանակություն կանենք, ով ցանկություն ունեն մատողտով չէ, բայց մենք չենք ասի հայկական բանակի համար ենք հավաքում։ Եթե ցանկություն ունես օգնես հայկական բանակին, Հայաստանի Հանրապետության կառավարության շենք համար առաջին հրապարակ կենտրոնում, այնտեղ ուղարկում ես նամակ, որը հաստիավորված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի հանձնաժողովը, բարեգործ հանձնաժողով, ՀՀ փոխվարչապետի, կյանք Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի, բարեգործ հանձնաժողովը ունի գրագետ staff, կիրականացնի ինչ պետք է, որ դու քո փողը տաս հայկական բանակին։ Ուրիշ ոչ մեկին, ոչ հիմնադրամ, ոչ եկ մի տուր, բայց կարիքն ունի հայրենիքը, ասեմ։ Ապա տեղեկատվություն 2, մի քիչ պիտի կենտրոնանամ սրա վրա։ Ուրեմն ժողովուրդ կոչված Ալիևի վաճառվածը տեղեկատվական հարթակ իբրթեն հայտարարություն է տարածում։ Եթե պատերազմ սկսվի, լավ լսի 2 քայլերը սրա, ապա տեղեկության քայլերը, որը պատերազմային իրավիճակում քրեորեն պատժելի է։ Կարենչիկ Գարեգին բեի, որ Ներսես arczepiskopos Պոզապալյանը, այսպես ասած, cancer, քաղցկեղից մահացավ, ռակից։ Բայց այդ արմատուրի տեղերը գլխին, էդի որ դուց եկավ, Կարենչիկ,
Են քյոսա երկիչի հետ եմ, Կարինե Էջմիածնի հետ մեր դեմ աշխատողը։ Իդեպ հարգելի ոստիկանություն, էս կինը սպառնել է մտնի տներ մարդկանց մատաղանի խաչքարերի վրա, են մեկն էլ աղի իմ կողմից, բան, երբ եք հետևելու էս ահաբեկչությանը։ Ձեր Կարինեի մասին է խոսքը։ Սիրելի հայրենակից, հայտարարությամբ է հանդես գալիս ժողովուրդ պուտանք արյուն միասա, այդ աննասունը, որ պատերազմը սկսվելու դեպքում Հնդկաստան եւ Պակիստան հավանակությունը շատ հնարավոր է եւ ոչ թե ասում է հնարավոր է կարող է, ասում է Հնդկաստանը այլևս զենք չի տրամադրի Հայաստանին։ Նայ, չի ասում չի վաճառի, ասում է չի տրամադրի։ Եվ ասում է չի տրամադրի։ Ես ես ասել եմ շարժիչը եւ հետևանքը նայենք։ Ինչու պիտի դա աներ, որ նա մոտիվ ու ուղղությունը նրա, որն է իր նպատակը։ Որ դու չսիրես հնդիկ, սիրես Կրեմլի, Լենին տատիկին։ Էդի փոխված կին ա եղել։ Իդեպ ասեմ, չգիտեմ, մի երկու տղեկան ասում են ինչ-որ անունը Լենա ա եղել, հետո են Լենին դրել, փոխվելուց հետո։ Սենց չգիտեմ, այդ դրա համար հողը չդրին է չի, այմար, ինչ-որ է։ Սիրելի հայրենակից, եկեղեցին այսօր առաջնորդվող իր ամբողջությամբ կաթողիկոս եւ այլ ոչ մի ձևով չեն տարբերվում Կրեմլու Վագների առաջնորդից, թե ՖՍԲ օպերատիվ կրկնակի ագենտից, որը գործում է ակտիվ տեղեկատվական ոլորտի միջոցով, հոգեբանական տերոր իրականացնելով իմ ժողովրդի գլխին, հակաինքնիշխան պետականություն աշխատելով, երկիր ապակայունացնողների հետ, են որ Պոնչիգանոցի դեմը հիմա վերանգ է զռում է օպերայի դեմը։ Սրանց բոլորով խարակտերիկայով մի հայ կնոջ գլխին սարքող են խմբակային եւ հանրայնացնող։ Ես ասում եմ ներողություն խնդրի Անժելա Սարգսյանից, պարոն Նժդեական, Նժդեի անունը քո հետ չեմ է կապում, ներողություն խնդրի այդ աղջկանից։ Էս զինանշանի մոտ կա մի իրականություն անհերքելի։ Դու ասեց մարմնավաճառ, հարկ հավաքող, ասեց դու մի համբյուր եղբայրական, մի գավաթ ջուր չտվիր։ Նա իմ ոտքերը օծեց, մազերով եւ օծանելիքներով։ Նրա բազում մեղքերը ներվեց են նրան, բայց ճշմարտություն, ում շատ է ներվում, շատ է սիրում։ Հիսուս Քրիստոս խաղաղության իշխան մեր Աստված, իր ասածը քարով խփես քարը կփշրվի, եղբայր, դու քո աշխարհը կփոխվի, ամեն ինչ կփոխվի ու կոչնչանա, միակ հավերժությունը Աստվածաշունչն է, ալելույա Տեր ամեն։ Հիմա ես խնդրանքով եմ հանդես գալու եւ պիտի իմ հայրենակիցներին ասեմ, որ տեղեկացված լինեք։ Մի քիչ գլուխները ավազից հանեք, ջայլամի նման իրենք են մցրել ձեր գլուխը, ավազի մեջ չեք կարողանում կոնկրետանալ։ Կուլակաթափը իրականացվում է այս զինանշանով։ Տամ 2 վայրկյան, էսի թող նստի տեղը, սիրելի հայրենակից։ Եվ իդեպ մեջ վերում անեմ, որ քանակը կապ չունի այստեղ, ավելի կարևորը շարունակողական բնույթ կրի, որ մարդիկ տեսնեն, որ շարունակվում է, եւ որ մարդիկ տեսնեն, որ Նենսի Պելոսին, Ամերիկա Միացյալ Նահանգների ամենաբարձրագույն գերագույն դատարանը Սուպրիմ Կորտը, խորհրդարանականներ, օրենսդիր մարմին կոնգրեսականներ եւ Կոմիտեն արդարադատության Committee on Judiciary of United States Senate։ Սա է որ կկախի Հայաստանին, սա է որ կբերի կուլակաթափ, եւ սա է որ կկապվի եւ կուղարկի նույն գործը Եվրոպայի ափերում մեր գործընկերների հետ։
Հարգելի եւ սիրելի Եվրո դաշինք ռատատատա բա ուր եք ախպեր քաղաքականը պետականը հարգելի Բաբաջանյան եղբայր Խզմելյան Շիրինյանն է բոլորիդ եմ ասում լսի ձեր նման քաղաքականը դուք քաղաքական եք Նիկոլ Փաշինյանի նման պետականները եւ ազգայինները իրար չխառնենք, էդի խառը կանաչ եղավ։ Մենք այդ 3 երյակի մեջ հզոր հայրենիք կառուցող պետության եւ ձեր էլ թիկունքին կանգնող ազգային ենք, ինչիա որ են մի 2/3-ը իմ երկրի խնդիր ունի ազգային տղեկի հետ արա։ Որտեւ արա տեղացի եք։ Բիդի գնքվեք, Աստված օրհնի ազգս հայոց պետականությունը սիրելի հայրենակից քաղաքական չլռող լրբերը կձևանան նրանք, ովքեր քեզ կասեն իրենք են ազգային սրբերը։ Բայց ազգայինը մի խառնեք քաղաքականի հետ եւ պետականի հետ։ Պետականը ինքնիշխան եւ հզոր է ազգային տղեկի պատճառով, քաղաքականն էլ ազգային շնորհիվ, ազգային կառույցների շնորհիվ կարողանում է վլվլալ ազատ ու անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում կեցե ազգս հայոց պետականությունս ծեծ հետեր Վարդանանք ազգային շարժում